Մարդը իհարկե որոշակի էներգիայով ծնվում է, որոշակի խնդիրներով էլ է ծնվում, որովհետև կան գոյություն ունեն գենետիկորեն փոխանցված խնդիրներ, հա, ժառանգական փոխանցված խնդիրներ, եւ մարդը դրանց մասին չգիտի, երբ որ ինքը ծնվում է, նույն ընտանիքում պատկերացրեք զույգ էր, միաբջիջ զույգ էր, նույն ընտանիքում ծնվում են, նույն սնունդն են օգտագործում, նույն վերաբերմունքին են արժանանում, հա, արդեն նրանք միաբջիջ են, նշանակում նույն գենետիկան ունեն, իսկ ո՞նց է լինում, որ նրանց ճակատագրերը տարբեր են լինում, օրինակ, մեկը ամուսնանում է, ունի ընտրած մասնագիտություն, կարողանում է մարդկանց հետ ավելի լավ համագործակցել, իսկ մյուսը բոլորովին հակառակը, ինչպես է ստացվում, այսինքն գալիս է մի պահ, որ մարդու ինքնագիտակցումը, հա, այդ բոլորը ժառանգական խնդիրներից, այդ կյանքի անցած փորձառությունից դուրս մարդը երբ որ իր առաջ դնում է նոր պատկերացումներ, նոր աշխարհընկալումը փոխում է եւ այդ ժամանակ արդեն փոխվում է իր կյանքը, այսինքն ընտանիքի ազդեցությունը այդ է քիչ է լինում։ Մի այդպիսի փիլիսոփակալիպտն ինքը գենետիկայով էր զբաղվում եւ ինքն էր խոստովանում, որ մարդկանց երբ որ իր ուսանողներին պատմում էր գենետիկայի մասին, թե ինչ մեծ ազդեցություն ունի գենետիկան եւ փորձարկումներ է արել, որպեսզի պարզի, թե արդյոք գենետիկ ազդեցությունը ավելի շատ է, քան միջավայրի ազդեցությունը, արդյունքում պարզել է, որ միջավայրը մեր վրա ավելի շատ կարող է ազդեցություն ունենալ, քան գենետիկան, այսինքն մեր ներկա կախված նրանից, թե որ երկրում եք ապրում, ինչպիսի միջավայրում եք ապրում, եթե անգամ ձեր ընտանիքի անդամների սոցիալական վիճակը կտրուկ փոխվում է, ձեր վիճակը փոխվում է, եթե անգամ դուք երեխա եք, շատ բան չեք հասկանում, կախված նրանից, որտեղ երեխաները էներգետիկ կապված են ծնողներից, հա, երբ որ մայրը տխուր է, երեխան էլ է տխուր, հա, երբ որ հայրը դեպրեսիվ վիճակում է, երեխան զգում է այդ ամեն ինչը, ինչքան էլ որ թաքցնեն, միջավայրը կարող է հաստատ